Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Գարեգին երկրորդի նախկին գավազանակից, նախկին անձնական քարտուղար Հայ Խորեն Հովհաննիսյանի հետ։ Աստված օգնական։ Աստված պահապան ձեզ։ Հայ Խորեն, սկսենք ձեր ընդհանուր մեկնաբանությունից տեղի ունեցողին։ Հիմա էլ արդեն Աջաբահյանին է մեղադրանք առաջադրվում, ազգային անվտանգության ծառայությունը մայրաթորում էր։ Մենք տեսանք, որ Գարեգին երկրորդը մի խումբ հոգևորականների հետ փորձում էին Աջաբահյանին պաշտպանել, տարբեր քաղաքական ուժեր, հիմնականում ընդդիմադիր, հանդես են գալիս ի պաշտպանություն նրանց եւ ամեն ինչ խեղաթյուրված մեկնաբանում, որ իրավունք չունեն ուժային կառույցները եկեղեցու մայրաթորի տարածք մտնել, իրավունք չունեն այսպիսի գործողություններ անել, տպավորություն ստեղծելով, թե հոգևորականը կամ առհասարակ եկեղեցին պետք է լինի պետության իրավական կառուցակարգից դուրս, հա։ Տեղի ունեցողը ձեր մեկնաբանությամբ ինչ է, որովհետև նաև եկեղեցու դեմ գործողություններ են շատերը սա որակում իհարկե։ Կխնդրեմ ընդհանուր մեկնաբանություն տաք, հետո արդեն առանձին դրվագներով կանդրադառնանք, համեցեք։ Նախ ուզում եմ ասել, պարոն Ոսկանյան, որ բացարձակ ոչինչ չկա այստեղ ընդդեմ եկեղեցու իշխանությունների կողմից, ընդհակառակը իշխանությունները վարչապետը եկեղեցին փրկելու եւ ազատագրելու քայլեր է անում։ Եկեղեցին այսօր ուզուրպացված է, գրավված է մի բանդայի կողմից, Կտրիչ Ներսիսյան անունով մեկի կողմից, ով ստորագրում է կաթողիկոս Գարեգին երկրորդ, բայց նա կապ չունի մեր հայրերի Աստծո հետ, մեր եկեղեցու հետ։ Ինքը եւ իր եղբայրը 25 տարի առաջ գահը գնել են եւ 25 տարի ստրկացրած են պահել մեր սուրբ առաքելական եկեղեցին։ Եվ այսօր փառք եմ տալիս Աստծուն, որ եկել է պահը, շուտով պիտի մեր սուրբ եկեղեցին ազատագրենք այս հրեշից եւ այն անասելի վերքերը, ցավերը, տառապանքները, որ Ստալինից հետո ոչ ոք չէր հասցրել հայ եկեղեցուն, հասցրել է Գարեգինը միայն, պետք է ամոթենք այդ վերքերը, սփոփենք եւ քայլ անենք դեպի Աստված։ Իսկ այն հոգեվորականները, ովքեր իրենց լեզուն աչ ու ձախ շաղ տալով, մեծ ամբարտավան խոսելով, սրան նրան անվանարկելով քաղաքականություն են մտել, պետք է պատրաստ լինեն քաղաքական հարվածներ ստանալուն։ Չես կարող վեղարի կամ սքեմի տակ թաքնվել, բայց քաղաքականության մեջ լինել։ Եթե քաղաքականության մեջ ես, ապա գործում է քաղաքականության օրենքները։ Պետք է պատրաստ լինես, եթե հարվածում ես, նաև արժանապատիվ կեցված կընդունես եւ պատրաստ լինես հարվածներ ընդունելուն։ Եթե ասում ես չեմ վախենում, պատրաստ եմ գնամ, հանձնվեմ, քննչական եւ այլն խոսքեր, դա չեն ասում, ուղակի գնում են։ Ես հետևեցի այսօր որքան որ կարողացա մի քանի սրտաճմլիկ սցենարներ իրենք խաղացին, ներկայացում արեցին, ռոբասերժական այդ 20-ամյա կրիմինալ բանդայի մնացորդները, դաշնակցությունը եւ Կտրիչ Ներսիսյանը իր մի քանի պնակալեզ եպիսկոպոսներով եւ կատարածուներով։ Հայր Խորեն, գիտեք ինչներ ինձ նաև շատ մտահոգում, որ կա իրավական process, հիմա Աջապահյանը, Գալստանյանը, չգիտեմ, գուցե հետո Գարեգին երկրորդը, այս մարդիկ անցնում են իրավական process-ով, այդ իրավական գործընթացի վերջնարդյունքը թե ինչ պետք է լինի, մենք չգիտենք, հա, գուցե այդ մարդիկ մեղավոր են ճանաչվում, գուցե մեղավոր չեն ճանաչվում, բայց ինչն էր ինձ համար շատ խնդրահարույց, երբ նույն Աջապահյանը եւ Գարեգին երկրորդը տարբեր հոգեվորականների հանել լցրել էին Մայրաթորի բակ պաշտպանելու Աջապահյանին թույլ չտալու, որպեսզի նա Հայաստանի Հանրապետության իրավական գործընթացներով անցնի, նրանք պաշտպանում են, նրանք կամ մերժում են պետության իրավական համակարգը, բայց այս մարդկանց հետ ինչ լինելու է, այդ հոգևորականները շարունակելու են, չէ, իրենց ծառայությունները, այն խումբ հոգևորականները, եւ նրանք պիտի հարաբերվեն մեր շարքային քաղաքացիներից հետ։ Բա իրենք մտավախություն չունեն, որ այդ նույն քաղաքացին իրենց բարերով վաղը կարող է իրենց պտտվել ասել, որ ինքը չի ճանաչում որպես հոգևորական տվյալ անասունին։ Կտրիչ Ներսիսյանը եւ իր շուրջը հավաքված
մի քանի խմբեր կան, ես 3 խմբի եմ բաժանում։ Մի խումբը հավաքագրված Մոսկվայի ԿԳԲ-ի կողմից նորաթուխ եւ հին գործակալներ են, մի խումբը ուղղակի անողնաշար դեմք ես չունեցող կատարածուներ են, եւ մի խումբ էլ կա եպիսկոպոսների, որ ազնիվ մարդիկ են, բայց երկու քարի արանքն են մնացել, մի քիչ կրովորականություն կա մեջները, մի քիչ վախ կա մեջները։ Հիմա Գարեգինը այս 3-րդ խմբին սպառնում է, անցած օրը մի քանի օր առաջ ուղակի հավաքել եւ սպառնացել է, ասել է, եթե բոլորդ չհամախմբվեք, իմ շուրջ ինձ չպաշտպանեք, հերթով ձեր հետևից են գալու եւ շանտաժը չուշացավ, այդ հայտարարությունից ընդամենը 1 օր անց եպիսկոպոսներից մեկին թիրախավորեցին։ Սա է պատկերը, Կտրիչ Ներսիսյանը, ով ստորագրում է Գարեգին II կաթողիկոս, նրանց ուզածը պետությունը նսեմացնելն է, պետական կառույցները ոչնչացնելն է, նրանք հրահանգ ունեն Մոսկվայից, նա ուսադիր կրող է, հրաման ստացող կատարող անձ է, սա այլևս նրա Էջմիածնում Վեհրանում գտնվելը եկեղեցական խնդիր չէ, սա միայն հոգևորականների խնդիրը չէ, սա ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, նրա ամեն օրը Էջմիածնում Վեհրանում, նրա ամեն օր ավել մնալը լրջագույն խնդիրներ է առաջացնում մեզ համար։ Անցյալները ձեզ հետ մենք քննարկել էինք Բելարուսի նրա այցելությունը, այդ դավաճանական քայլը նա արեց, նսեմացրեց Հայաստանի Հանրապետությունը, նսեմացրեց Հայաստանի ընտրված վարչապետին, նա ուղղակի գործակալ է, նա աշխատում է ընդդեմ Հայաստանի, նա վերջին տարիներին ստանում է հրամաններ, որոնք ընդդեմ Հայաստանի են, նա ետդարձի ճանապարհ չունի ուղղակի, եթե հրամանները Մոսկվայի չկատարի, նրան կպախարակեն եւ խայտարակ կանեն նրա վրա այնպիսի գործեր ունեն եւ կոմպրոմատներ ունեն, իսկ հարազատ եղբայրը, որ ամենամեծ թեմի առաջնորդն է Մոսկվայում, եղբայրը ուղղակի պատանդ է Մոսկվայում, որևէ մեկը չի կարող Մոսկվայում միլիոններ աշխատել եւ հաշվետու չլինել ուժային կառույցներին, անվտանգության կառույցներին, իսկ Գարեգինը, Կտրիչը եւ Եզրասը Մոսկվայում միլիոնավոր դոլարներ են աշխատում ամեն ամիս, այդ առաջնորդարանը, եկեղեցին, իր հարագից կառույցներով եւ մնացած բիզնեսները, սրանք ուղղակի սերտաճած են եւ հիմա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ Հայաստանը չլինի, Հայաստանի Հանրապետությունը ուզում են ստորադասել իրենց, մեր ինքնիշխանությունը ուզում են տրորել, իշխել, գուբերնիա դարձնել եւ քանի որ իրենց Սերժիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի երկու պարտկոմները այսօր պաշտոնի վրա չեն, իրենց վերջին հույսը մնացել է Գարեգին Կտրիչը եւ հիմա ամեն ինչ անում են, որ սա իր ենթակա չեքիստ եպիսկոպոսների եւ հոգևորականների հետ միասին մինչև 26 թիվը խորտակեն մեր ինքնիշխանությունը։ Ինչ եք կարծում, Գարեգին II-ի մասով միայն կուսակրոնության ուխտի խախտումն է ամենա, այսպես ասենք, սարսափելի տեղեկությունը, ինֆորմացիան, թե այլ սարսափելի բաներ կան, որոնք գուցե ի վերջո նաև ԱԱԾ-ին բերի կաթողիկոսի դուռը։ 93 թվականին մեր արխիվները մաքրվել եւ առաջին նախագահի հովանու ներքո հավանությամբ Մոսկվա են ուղարկվել եւ որքան ինձ հայտնի է Երևանում շատ արխիվներ մենք չունենք, բայց այս զավակ ունենալու խնդիրը նրա Ներսիսյան եղբայրների բարոյական խնդիրը փոքր մի բան է այն մեծ պատկերի առաջ ինչ նրանք անում են, նրանք ուղղակի աշխատում են մեր պետությունը կազմալուծելու համար, նրանք տրոյական ձի են Հայաստանում, Ներսիսյան եղբայրները, Կտրիչը եւ իր բանդան տրոյական ձի է եւ Ռուսաստանը նրանց միջոցով ուզում է վերացնել մեր իշխանությունը։ Ես չեմ բացառում, որ նոր փաստեր ի հայտ կգան եւ առաջիկայում մենք Սուրբ Էջմիածինը ազատագրելու ենք։ Ես ուզում եմ, որ մեր
լսարանը, մեր հեռուստադիտողները հասկանան եւ անտարբեր կրավորական չգտնվեն այս խնդրի շուրջ, երբ պատեհ օրը ժամը գա, մենք բոլորս ոտքի կանգնենք եւ մեր սրբություն սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պաշտպանենք, սա միայն իշխանությունների խնդիրը չէ, սա միայն հոգևորականների, եկեղեցականների խնդիրը չէ, սա Հայաստանի Հանրապետության լինելության խնդիրն է, մենք մեր աչքի լույսի պես պիտի փայփայենք, պահպանենք մեր գերագույն շահը պիտի լինի Հայաստանի Հանրապետությունը, առանց Հայաստանի Հանրապետություն հայություն չի կարող լինել, չի կարող գոյատևել երկար։ Աշխարհում կան 2000 մոտ ազգեր եւ ընդամենը 190 պետություն։ Մենք այդ բախտավոր ժողովուրդներից մեկն ենք, որ ունենք պետություն։ Մեզանից շատ ավելի մեծաքանակ ազգեր կան, որ պետություն չունենք։ Մենք պետք է գուրգուրենք, փայփայենք, բայց դժբախտաբար մեր մեջ դավաճանները, գործակալները այնքան շատ են, որ նրանց շահը Հայաստանը չէ, նրանց շահը Ռուսաստանն է, Կրեմլն է, Լուբյանկա երկուսն է, մեր ժողովուրդը պետք է մեկ անգամ իր բռունցքը սեղանին խփի եւ իր միջից մաքրի այս դավաճաններին։ Այսօրվա ամենաբարձր պաշտոնյա դավաճանը գործակալը օտարերկրյա դա Կտրիչ Ներսիսյանն է իր բանդայով եւ մենք օր առաջ պիտի նրան հեռացնենք, որովհետեւ ապահովենք Հայաստանի եւ Սուրբ Էջմիածնի հավերժությունը։ Հայր Խորեն, եկեղեցին դարերի ընթացքում ենթակա է եղել ցարական, շահական, սուլթանական, սովետական կայսրություններին։ Ինչու չի ուզում ենթակա լինել Հայաստանի Հանրապետությանը, ինչու է մերժում պետությունը։ Խորքում իշխանությունները ենթակայության հարց չեն էլ դրել։ Ուղղակի իշխանության գերխնդիրն է, ինչպես ես հասկանում եմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռին բազմող անձը չլինի օտարերկրյա գործակալ։ Նա հավաքագրված է եղել դեռ 70-ականներին, փաստ է, որ 79-ին արտաքսել են նրան Գերմանիայից, երբ հայտնաբերել են, որ նա գործակալ է։ Սա ուղղակի ռուսական շահերն են նրանք առաջ տանում եւ ասում են եկեղեցին անկախ է, այս է, այն է, ինչու չէին բողոքում սովետական տարիներին, ինչու երբ են բողոքել, կամ արաբներն էին նշանակում կաթողիկոս, օսմանցիները, պարսիկները, ռուսները, ինչու ով էր բողոքում այն ժամանակ։ Հիմա սրանք ռուսական գործակալներ են, ովքեր այդ խոսույթը տարածում են, առաջ են բերում, թե պետությունը չպիտի խառնվի, մենք անկախ ենք։ Եթե անկախ եք, գնացեք լուսնի վրա ապրեք, ինչ գործ ունեք Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, առավել եւս Հայաստանի իշխանությունների խնդիրն է, որպեսզի ապահովի, որ ամենայն հայոց կաթողիկոսը չլինի օտարերկրյա գործակալ։ Եթե դուք բացեք վերջին 4 տարվա Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունները Հայաստանի մասով եւ Էջմիածնի հայտարարությունները ուղղակի նույնական են, խայտարակություն է, սա անզեն աչքով երևում է, որ նույն տեղում են գրվել եւ նա հավաքում է եպիսկոպոսներին, նա արհամարել է, ավերել է ամեն ինչ մեր եկեղեցում, ժողովականություն, սինոդականություն, այս ապրիլ 2024-ի մայիսի 3-ին, երբ Բագրատ Սրբազանն որոշել էր Կտրիչ Ներսիսյանը, որ պիտի Կիրանցից գա դեպի Երևան, այդ Սրբազան կոչվող իր քայլերթը անի, սա հավաքում է Հայաստանի բոլոր առաջնորդներին եւ եպիսկոպոսներին, Կտրիչ Ներսիսյանը ասում է Բագրատը այսպիսի բան է արել եւ մեծամասնությունը ներկաների, ի պատիվ իրենց պիտի ասեմ, դեմ են արտահայտվում։ Լսելով բոլորի դեմ կարծիքը քվեարկություն չի անում Կտրիչ Ներսիսյանը եւ ասում է շնորհակալություն, որ մեծամասնությունը համաձայնեցիք եւ 4 պետականամետ սրբազաններ խոսում են, խոսք են ասում ի պատիվ իրենց, ճիշտ է սա եղել է փակ դռների ետևում, բայց նրանք ասում են վեհապար, մենք նոր մեր մեծամասնությունը
դեմ եղավ, ինչպես թե պիտի շարունակի քայլեր իրանցից, եւ 4 հոգի ոտքի կանգնում եւ դեմ են արտահայտվում, բայց սա նորից արհամարած ունի ամեն ինչ, ամեն բան բոլորին նսեմացրել, ստրկացրել է, ինչպես մի առիթով ասել եմ, եպիսկոպոսներին գավառական տիրացու է սարքել եկեղեցու իշխանություններին եւ մի առիթով էլ իրեն գրել են, որ եկեղեցու նվիրապետությունը դարձրել եք ստրկատիրություն։ Սա ուղղակի մի բռնակալ է, որ Աստված չի ճանաչում, Սուրբ Հոգու հետ առեղծ չունի եւ 25 տարի ինքը եւ իր եղբայրը ասպատակել են մեր Սուրբ եկեղեցին։ Ոչ մի արձագանք չեղավ հնարավոր ենթադրյալ ահաբեկչության կազմակերպմանը, ոչ մի։ Ինչ եք ուզում պատասխանեմ, այդ ահաբեկչության կազմակերպիչը ինքն է, կտրիչ Ներսիսյանը, Բագրատ Սրբազանը եւ Միքայել Աջապահյան Սրբազանը, իրենց, երբ տեսնում եք իրենց լեզուները շաղ են տալիս, մի հավատացեք, նրանք ուղղակի զինվորներ են, նրանք կատարում են այս հրեշ կտրիչ Ներսիսյանի հրամանը, Էջմիածնում առանց նրա ոչ ոք չի կարող խոսել, կարծիք ունենալ, կարծիք հայտնել, այս ամենը գերագույն հրեշը ինքն է կազմակերպել, ինչպես որ նախկինում Ռոբերտ եւ Սերժ Քոչարյան Սարգսյանների հետ 2 անգամ ռազմապետական հեղաշրջում է կազմակերպել հոկտեմբեր 27 եւ մարտի 1, այս անգամ նրանք պաշտոն չունեն, աթոռի վրա ինքն է եւ հյուսիսից իր վրա են հենվում եւ իրեն են նշանակել պատասխանատու, որպեսզի երկիրը տանի ցնցումների եւ վերջն արդյունքում մեզ զրկի իշխանություններից եւ տեսան, որ 1 տարի չկարողացավ բավարար ցնցել հայկական ծագումով այդ ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին օգնեցին իբրև օժանդակություն իրեն։ Սա ինչպես պիտի ինքն իրեն դատապարտի չի կարող, այս ամեն ինչի հեղինակը ինքն է, նա հերթական արյունահեղություններ անում, փառք Տիրոջ, որ մեր իրավապահները ողջախոհ աչալուրջ գտնվեցին եւ մեզ խնայվեց հերթական տերորը եւ այդ նախճիրը, որ պիտի նրանք կազմակերպեին Հայաստանի Երևանի փողոցներում։ Գարեգին երկրորդը պարզապես չպետք է հեռանա, այլ նրա դեմ եւս պետք է իրավական գործընթացներ սկսեն։ Գարեգին երկրորդը, եթե անգամ որոշի ողջախոհություն ունենա, փորձի հեռանա, նրան ոչ ոք թույլ չի տալու, որ հեռանա։ Նրա գործատուները Լուբյանկա 2-ից նրան ամեն օր հրահանգներ են տալիս, նա ինքնագլուխ չի, նա չի կարող, եթե նա հրաժարական տա, փորձի հեռանալ, գուցե ավելի վատ բաներ պատահի իր հետ, եղբոր հետ, ասում եմ, եղբայրը Մոսկվայում պատանդ է իր մալտիմիլիոնան դոլարանոց բիզնեսներով, նրանք ուղղակի շահկապված են ԿԳԲ-ի հետ, նրանց հրամաններն են կատարում, սա է իրականությունը, բայց մենք ազգովի պիտի համախմբվենք եւ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախահոր գահը պիտի ազատագրենք եւ Սուրբ Հոգին, որ նրա Էջմիածինը գալով պանդուխտ է դարձել, պիտի վերադարձնենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին Սուրբ Հոգուն, աղոթքով, պահքով եւ ծոմապահությամբ։ Հայր Խորեն, Աջապահյանը մարդկանց ողջունում էր եւ ասաց, որ չի ողջունում նրանց, ովքեր քրիստոնյա չեն, որոշ ժամանակ առաջ էլ նա հայտարարել էր, որ ով հայ չէ, ով քրիստոնյա չէ, հայ չէ։ Էս ինչ բան է։ Ես նորաթուխ չեքիստներին ընդհանրապես չեմ մեկնաբանում, ես Միքայել Աջապահյան Սրբազանին հարգում գնահատում էի այն ժամանակ եւ ինքը ջատագովում էր ոսկեբերան, նարեկացի, տաթևացի, բայց այսօր երբ Միքայել Սրբազանը ջատագովում է Ստալին, խոսքերն արդեն ավելնորդ են, ամեն ինչ ասված է, երբ դու ջատագովում ես Ստալինին, նրանից գնդակահարության եւ այլնի մեջբերումներ ես բերում, դու իմ համար նորաթուխ չեքիստ ես եւ վերջացած հոգեվորական սրբազան իմ ինձ համար։
Հայր խորեն, իսկ եկեղեցու վերնախավիես գործողությունները ըստ ձեզ բարոյազրկում են արդեն նաև կառույցը մնացած հոգևորականությանը առհասարակ եւ արդյոք կա արդեն դրա ազդեցությունը նկատի ունեմ տարբեր եկեղեցիներում քաղաքացիների կողմից, հա, չգիտեմ, ծեսերի եւ այլնի տրամաբանությամբ ինչ որ բան փոխվել է թե ոչ։ Դժբախտաբար Կտրիչ Ներսիսյանը մեր եկեղեցուն ահասարսուր մի հարված է հասցրել, ինչ որ արեց նա հատկապես վերջին 4 տարիներին, այն գայթակղությունը, որ մարդկանց մեծ առաջացավ, նրա խոսքից 25 տարվա մեջ ոչ ոք հավատքի դարձի չի եկել, նման վկայություն գոյություն չունի։ Նա ուղղակի երկնքի արքայություն, սեր ոչ գիտի, ոչ ճանաչում է, ոչ էլ կարող է քարոզել։ Դրա համար նա օր առաջ պիտի վերանա, որ մեր եկեղեցին այս խավարից հետո լուսավորության դռները բացվի եւ եկեղեցին հոգևորականները գնան դեպի մեր ժողովուրդը եւ ավետարանի Հիսուսի լույսը տանեն եւ այս շատ դժվար է լինելու, որովհետեւ հարվածը շատ մեծ է, այսպիսի հարված եկեղեցուն վերջին անգամ Ստալինն էր հասցրել եւ հիմա Կտրիչ Ներսիսյանը մեզ ուժ կարողություն եւ Աստծո օրհնությունն է պետք, որբեսի գահը նրանից ազատագրելուց հետո կարողանանք մեր ժողովրդին քարոզի ծոմապահության, պահքի աղոթքի միջոցով հավատքի բերել, սեր քարոզել եւ երկնքի արքայություն քարոզել։ Եվ հայր խորեն էլի եւս մի բան, արդյոք Գարեգին II-ը կարող է հայաստանյան կաթողիկոսությունը տեղափոխել պետությունից դուրս, ուրիշ երկիր։ Ես այդպիսի հաշվարկներ արել եմ, մտքումս եղել է ամիսներ առաջ դեռ, ուրիշներ էլ արել են, որ մտածում են, որ նա ԿԳԲ-ի հրահանգով կարող է իր մի քանի եպիսկոպոս բնակալես չեքիստ եպիսկոպոսներով հաղթնի Մոսկվա եւ այնտեղ շարունակի իր կաթողիկոսությունը։ Չի բացառվում, բայց մեր իրավապահները պետք է աչալուրջ լինեն, կանխեն այս հանցագործությունը, բայց ես իմ մտքում այդ տարբերակը մտածել եմ եւ քննարկել որոշ մարդկանց հետ։ Նա այդպիսի հնարավորություն ունի։ Նա ունի շատ հզոր տերեր, տեսեք նրան ով է շքանշան տալիս եւ ինչի համար է տալիս, երբ Կտրիչ Ներսիսյանին եւ եղբորը Եզրասին Պուտինը շքանշան է տալիս Ռուսաստանի նախագահը, դրանով ինչ է ուզում ասել, նա հո Կրեմլի պաշտոնական էջում չեն գրելու, որ սրանք մեր գործակալներն են, այսինքն երբ շքանշան են տալիս, հռչակում են, որ սրանք մեր շներն են, սրանք չդիպչեք։ Պարզ մեսեջ էսպես են ուղարկում, հո իրենց վկայական չեն տալու գործակալի։ Սա է ինչի համար է շքանշան։ Արցախը դատարկեցին Եվդակիմովը Բաքվում Մոսկվայի դեսպանը 23 թվականին, երբ դատարկեցին ռուսներն ու ադրբեջանցիները արցախցիներին տնավեր սարքեցին, Եվդակիմովը դեսպանը Բաքվում հայտարարեց, որ Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություն է արել, այսինքն մեր տնավեր արցախցիները ահաբեկիչ են։ Այս անաստված գործակալը, եթե նա հայր լիներ, եթե նա արցախցիների հայրը լիներ, կաթողիկոսը, առաջնորդը լիներ հոգևոր, այդ շքանշանը կնետեր, կշպրտեր ռուսական դեսպանության առջև, կասեր իմ 120 հազարանոց բանավոր հոտին դուք հանդգնում եք տերորիստ ահաբեկիչ համարել, նա դա չարեց, որովհետև շարքային ծառայող է ԿԳԲ-ի, որովհետև ծառայում է նրա տերերից ինչ հրահանգ, որ ստանում է, անում է։ Նա երբեք չի եղել կաթողիկոս, այս մեկ օրինակը բավական էր, որ այդ դեսպանը Մոսկվայի երբ արցախցիներին հռչակեց ահաբեկիչ, շքանշանը աղբանոց չնետեց,
անամոթաբար միջև հիմա կրում է, քանի որ իր տիրոջից է ստացել, թքած ունի Արցախի վրա, Հայաստանի վրա եւ հայ ժողովրդի վրա։ Շնորհակալ եմ, հայր Խորեն։ Աստված պահապան ձեզ, ես եմ շնորհակալ։ Ընկերներ, սահմանն անցնում էինք Գարեգին երկրորդի գավազանակի, նախկին գավազանակիր, նախկին անձնական քարտուղար հայր Խորեն Հովհաննիսյանի հետ, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։